ԱԺ պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացը ըստ ամենայնի գլուխ չի գա։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի առաջարկով ԱԺ պատիվ ունեմ խմբակցությունը որոշել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրել, եւ խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել սատարել այս որոշմանը, կոչ անելով ընդդիմադիր մյուս պատգամավորներին միանալ իրենց նախաձեռնությանը։ Հայաստան դաշինքի ղեկավարը 3 արձագանքեց։ Հայաստան խմբակցությունը հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը վերահաստատում է իր պատրաստակամությունը ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Սա նշանակում է, որ քանի դեռ երկու անկախ կամ ՔՊԱ-ական պատգամավոր չեն միացել պատիվ ունեմի 6 հոգուն, գործընթացը շարունակություն չի կարող ունենալ։ Իհարկե, առավել հավանական էր, որ կմիանան ՔՊ-ից վտարված Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը, սակայն նրանք երկուսն էլ հայտարարեցին, որ չեն ստորագրելու։ Աղազարյանը մեր հարցին ի պատասխան 3 կրկին հիշեցրեց, որ իրենք արդեն նախաձեռնել են իմպիչմենտ ու Էդմոն Մարուքյանի թեկնածությունն են առաջարկել եւ ոչ մի նոր հանգամանք ի հայտ չի եկել, որ փոխեն իրենց դիրքորոշումն ու այլ թեկնածուի աջակցեն։ Մեր ճշտող հարցին, եթե փողոցային պայքար սկսվի ֆորս մաժոր լինի, դա կդիտարկեն որպես նոր հանգամանք, Աղազարյանը չցանկացավ պատասխանել։ Քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Անուշ Գասպարյանը դատի է տվել սեփական եղբորը Մանուկ Գասպարյանին, փորձելով դատական կարգով նրա ձեռքից վերցնել 2004 թվականի արտադրության մոխրագույն Lexus-ը։ Հարցը քննում է Գեղարքունիքի մարզի առաջին Ատյանի քաղաքացիական դատարանը, դատավոր Լիանա Ներսիսյան։ Անուշ Գասպարյանը մոտ ազգակցական կապ ունի արտաքին հետախուզության ծառայության պետ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հետ։ Վերջինիս հայրը, որը Սևանի շուկայի տնօրենն էր եւ հայտնի Նիկոլական, Անուշ Գասպարյանի հարազատ քեռին է։ Նա երկար տարիներ աշխատել է քննչական կոմիտեում դեռևս Աղվան Հովսեփյանի ղեկավարման տարիներից։ Նրա մոխրագույն մետալիկ Lexus-ի պատմությունը կոմիտեի հին աշխատողներից շատերն են հիշում։ Պատմում են, որ այդ Lexus-ն Անուշը նվեր է ստացել հարազատ մարդուց եւ այն թանկ է տիկնոջ համար։ Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավի պտուղներն արդեն երևում են, երբեմնի խրոխտ հոգևորականներն ավելի զգուշավոր պահվածք են դրսևորում։ Պատմեցին, որ Կիրակի օրը Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն Քահանա Մելքումյանը եկեղեցու իր սենյակում է եղել, երբ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մտել են եկեղեցի, մոմ վառել եւ դուրս եկել։ Հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքացիներն անհամբեր սպասել են, որ Տեր Ահարոնը դուրս կգա իր սենյակից եւ իր բնորոշմամբ ճարիքին դուրս կհրավիրի Աստծո տաճարից, սակայն նա դուրս չի եկել։ Իսկ Տեր Ահարոնը եկեղեցու այն սպասավորներից է, որը հատկապես պատերազմից հետո ակտիվ քննադատում էր Փաշինյանին։ Սիսիանի հոգևոր հովիվ Պարքև Քահանան էլ, որ պատերազմից հետո հրաժարվել էր սեղմել եկեղեցի այցելած Փաշինյանի ձեռքը, շաբաթ օրը եկեղեցի է գնացել այն ժամին, երբ զույգն արդեն հեռացած է եղել։ Հավելենք նաև, որ հունիսի 9-ին Գարեգին Բ-ն մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ։ Հունիսի 15-ը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետն է։ Չնայած ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին, նախնական տեղեկություններով սեպտեմբերի 15-ին, սակայն առաջադրումներն ավարտվելու են 5 օրից։ Ընտրությունները կայանալու են կուսակցության համաժողովի ընթացքում, որի ժամանակ ՔՊ նոր վարչություն կընտրեն։ Գործող 16 հոգանոց վարչության կազմը 5-ով կավելանա։ Նիկոլ Փաշինյանը որոշել է ընդլայնել կանանց քվոտան։ Վարչության ամեն երրորդ անդամը կին է լինելու։ Ուստի կանանց շրջանում թեժ պայքար է սկսվել։ Նաև դրանով է բացատրվում որոշ կին թեկնածուների արտասովոր ակտիվ հրապարակային գործունեությունը, Փաշինյանի անօրինական քայլերը պաշտպանելու եւ անընդունելի լեքսիկոնը երկրորդելու ուղղությամբ։ Հուլիսի կեսերից էլ քարոզարշավն է մեկնարկելու։ Ճիշտ է, տասնյակ ԿՊԱ-ականներ ուզում են վարչության անդամ դառնալ, սակայն վստահ են, որ Փաշինյանի ճաշակով է այն ձևավորվելու, ընտրիչներն առաջնորդվելու են նրա նախընտրություններով։